Հիմա լարերն ենք ձգում։ Այգուգործն այս տարի դեռ գարուն չմտած այգեգործը սկսել վազերն է հասցրել էտել, շուրջ բոլորը մաքրել, հիմա էլ պատրաստվում է չոր կապին։ Թող ծանրանան վազերը, խաղողը առատ լինի, գործարանները մի քիչ թանկ մթերում անեն։ 15 տարի Ռուսաստանում է ապրել, աշխատել, 2003-ին որոշել ետ գալ հայրենի գյուղ Վերին Արտաշատ ու Արարատյան Բարեբեր հողում խաղող աճեցնել։ Հողեր գնեցի նորից, ունեի 5000 մետր, հասցրի մինչև 2 հեկտարից ավել։ Որ բերքն առատ ու որակով լինի, մեծ ջանք է դնում, բուժում սնուցում ժամանակին տալիս, մոլախոտի դեմ պայքարում, բայց վերջնական արդյունքի համար կամա-ակամա բնության բարեհաճությանն է ապավինում։ Բերքը ոնց կլինի, հուսանք որ առատ կլինի, իսկ այդ դա կախված է վերևից։ Սրտից ու կարկուտից են այս կողմի այգիները հիմնականում վախենում, այգեգործներն էլ միշտ ահը սրտներում, որ տարվա չարչարանքը տանուլ չտան։ 2019-ից, երբ գործարկվեց գյուղապահովագրության պիլոտային ծրագիրը, արտաշատցի ֆերմերը գյուղում առաջիններից էր, որ անվարանդի մեծ ու պայմանագիր կնքեց։ Այդպես խիղճն ավելի հանգիստ է, եթե անգամ բնական աղետներից եկամուտը պակասի կամ կորի, լրիվ ձեռնունային չի մնա, ներդրած ծախսը գոնե ետ կստանա։ 3-4 տարի անընդմեջ ապահովագրել եմ։ Դե մի տարի ցրտահարություն եղել է, փոխհատուցում ստացել եմ, դժգոհ չեմ։ Այգի պահելը շատ ծախսատար է։ Այդքան ծախսերի մեջ տոկոսայինը շատ քիչ է, էլի ապահովագրման գումարը, ավելի լավ է ապահովագրենք։ Գյուղապահովագրության ծրագրի պահանջարկը տարեցտարի աճում է, բնական ռիսկերից ապահովագրվող տարածքների մակերեսն ընդլայնվում։ 2023-ին միայն 11000 հեկտար է ապահովագրվել, կնքվել 10000 պայմանագիր։ Վնասաբերությունն էլ այդ տարվա մեծ էր, հավաքագրվել էր 1.8 միլիարդ դրամ ապահովագրավճար, տրամադրվել 2.7 միլիարդ դրամ փոխհատուցում։ Այս ժամանակ էր, որ ապահովագրական ընկերություններն ու շվեյցարական վերաապահովագրող ընկերությունը խնդիրներ տեսան ծրագրի հետագա ընթացքի հետ կապված, փոխհատուցվող գումարների մեծ ծավալով պայմանավորված։ Վերաապահովագրող կողմը որոշեց ժամանակավորապես դուրս գալ հայկական շուկայից, որպեսզի ծրագիրը չընդհատվի, կառավարությունը նախորդ տարի իր վրա վերցրեց վերաապահովագրող կողմ լինելու հանձնառությունը, այս տարի էլ որոշումը նույնը թողեց։ Եթե 200% եւ ավել վնասաբերություն լինի, ապա այդ 200%-ը գերազանցող մասը կառավարությունը կսուբսիդավորի, որպեսզի ապահովագրական ընկերությունների գործունեության շրջանակում եւս կայունացում լինի եւ նրանց ռիսկերը եւս կառավարելի դառնա։ Կառավարությունը գյուղատնտեսների համար էլ գյուղապահովագրություն 2025-ն ավելի մատչելի է դարձրել ապահովագրավճարի ավելի մեծ մասնաբաժին ստանձնելով։ Եթե մինչև 2024 թվականը սուբսիդավորվել է ապահովագրավճարի 50-ից 60%-ը, ապա 2025 թվականին սուբսիդավորվի ապահովագրավճարի 70-ից 80%-ը։ Սա հնարավորություն է տալիս, որպեսզի առավել մեծ թվով տնտեսավարողներ դիմեն եւ ապահովագրեն իրենց հողատարածքները։ Սիլ Ինշուրանս, Լիգա Ինշուրանս եւ Ինգո Արմենիա ապահովագրական ընկերությունների եռյակն է, որոնց արդեն կարող են դիմել գյուղատնտեսները։ Կարկուտ, ցրտահարություն, հրդեհ, երաշտ, սրանք էլ ռիսկերն են, որոնցից հնարավոր է ապահովագրել այգիներն ու դաշտերն այս տարի։ Մշակաբույսերն էլ 13-ն են՝ ծիրան, խաղող, դեղց, սալորից մինչև խնձոր, կեռազ, բալ, ձմերուկ, սեխ, կարտոֆիլ ու հացահատիկային տեսակներ։